Պատմական հայկական Հալիձոր գյուղը Արևելյան Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում է։ Հինավուրց բնակավայրը 1604 թվականին դարձել է պարսից թյուրքախոս Շահ Աբբաս առաջինի հարձակման թիրախ։ Բնակավայրն ունի բազմադարյա պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ է աշխարհի ամենաերկար Տաթևեր ճոպանուղին։ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ Հալիձորը Հաբանդ գավառի հնագույն գյուղերից է։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբից։ Գյուղում է Սուրբ Մինաս եկեղեցին, կառուցված 1611 թվականին։ Նշանավոր է Հարսնաձորի դիտակետը, Հարանց անապատը, Խաչին խութ կոչվող եկեղեցին, Պողոս Պետրոս մատուռը, մի շարք հին գյուղատեղիններ՝ Հալիձոր, Կարմիր, Հայկաշեն, Հայկատապ, Հալե, հին շենատեղ։ 1603-ից 1604 թվականներին պատերազմ սկսվեց Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պարսից Շահ Աբբաս առաջինը սկսեց լայնամասշտաբ արշավանք դեպի հյուսիս, նպատակ ունենալով գրավել Հայաստանի ամբողջ արևելյան հատվածը, այդ թվում Արցախը, Նախիջևանը, Ջավախքը։ Պարսկական զորքի մեջ կարևոր տեղ էին գրավում թուրքական Ղզլբաշ ցեղերը, որոնք աչքի էին ընկնում քրիստոնյաների նկատմամբ իրենց առանձնահատուկ դաժանությամբ։ Հետագայում նրանք չարիք դարձան նաև պարսիկների համար։ 1604 թվականի արշավանքի հետևանքով մոտ 605,000 հայեր բռնի տեղահանվեցին, որոնց գրեթե կեսը մահացավ դաժան գաղթի ճանապարհին։ Հալիձոր գյուղի հայերը ևս տեղահանվեցին ու քշվեցին դեպի Պարսկաստանի խորքերը։ Իսկ հայերի փոխարեն տեղում հաստատվեցին թուրքական քոչվոր ցեղերը, քանդելով ու ավերելով հայկական պատմական հուշարձանները։ Հետագայում Սյունիքում սկսվեցին ազատագրական մարտեր։ Հալիձորը նշանավոր է Սյունիքի ազատագրական պայքարի ընթացքում 1727-ի հերոսամարտով։ 300 քաջեր աննկատ դուրս գալով Բերդից հանկարծակի հարձակվում են թշնամու վրա, 300-ը 70,000-ի դեմ։ Արյացեք, մի երկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը։ Հայոց ձորքը Մխիթար սպարապետի Տեր Ավետիսի հրամանատարությամբ հետապնդելով Օսմանյան զորքին հարձակման անցավ և ազատագրեց Մեղրին։ Խուճապի մատնված թշնամու զորքերը մեծ կորուստներ տալով դիմում են փախուստի։ Հալիձորի ճակատամարտը հայերի Օսմանյան զորքերի դեմ տարած ամենամեծ հաղթանակն է։ Ճանաչենք մեր հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան։